Այս տարի Լոռու մարզում մեծ թվով հրդեհներ են գրանցվել։ Հունվարի 1-ից մինչ այսօր Լոռու մարզային բժշկարարական ծառայություն հրդեհի մասին 100-ից ավելի ահազանգ է ստացվել։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի 44-ի փոխարեն։ Միայն վերջին 3 օրերին 23 ահազանգ է գրանցվել հրդեհների քանակով, առավել աչքի է ընկել Թումանյանի տարածաշրջանը։ Նախորդի 9 հրդեհներից 5-ի մասին ահազանգը հենց այստեղից էր։ Ետ չեն մնում Ստեփանավանը, Տաշիրը, Սպիտակը։ Կտրուկ աճել են անտառային տարածքների 4 խոտածածկույթներում եւ բնակավայրին հարակից 4 խոտածածկույթներում առաջացած հրդեհները, հատկապես Թումանյանի տարածաշրջանում, որը կարող է հիմնականում պատճառ հանդիսանալ եղանակի տաքացման եւ մարդկային գործոնների հետևանքով։ Լոռու մարզային բժշկարարական վարչությունը հորդորում է անվտանգության նկատառումներից ելնելով գյուղատնտեսական հանդակներում 4 խոտի այրումը կատարել ոչ քամոդ եղանակին, այրման ընթացքում սահմանել հսկողություն, այրումից հետո հայտնաբերել եւ հանգցնել այրվող ու ծխացող օջախները։ Ցավոք սրտի մեր իրականության մեջ կան մարդիկ, որոնք անտարբեր լինելով առանց պատասխանատվության զգացումի հսկողությունից դուրս են թողնում իրենց իսկ կողմից 4 խոտածածկույթներում այրած հրդեհները, հսկողությունից դուրս գտնվելով այն տարածում է գտնում, հասնելով անտառածած տարածքների շերտերին, ինչպես նաև մտնում է անտառ եւ նաև վտանգ է ներկայացնում հարակից բնակավայրերին, դժվարացնելով հրդեհաշման աշխատանքները։ Մանկապարտեզ, այգի, անասնագոմ, ոչ բնակելի տնակ այս վայրերում նախորդ 3 օրերի ընթացքում հրդեհներ են գրանցվել Վանաձորում, Սպիտակում, Տաշիրում, Ալավերդիում, նաև մեծ քանակությամբ խոտածածկ տարածքներ են հրդեհվել։ Վիճակագրությունը փաստում է հրդեհների առաջացման գործում փոքր չէ նաև մարդկային գործոնի դերը։ Չմարած ծխախոտի մնացորդ, կիսավառ խարույկ, երեխաների խաղ կրակի հետ եւ հրդեհը պատրաստ է։ Քամին էլ նպաստում է կրակի տարածվելուն։ Այս դեպքում մնում է հաշվարկել միայն հրդեհի հասցրած վնասի չափը։ Աննա Պեչենևսկայա, Վազգեն Մինասյան, Մոլորակ։